հարցեր կան, հասկանալու համար ինչ է կատարվում։ Հավելեմ իմ գործընկերոջը խոսքը վերաբերվում է անխտիր ամբողջ Հայաստանի Հանրապետությունում բնակվող ժողովրդին։ 3 միլիոն են, վերաբերում է 3 միլիոնին։ Ժամային սահմանափակում չպետք է։ Խոսքի սահմանափակում չպետք է։ Պատկերացնեք, Եթե կարիքը լինի, բնականաբար, որովհետև նորից կրկնում եմ, սա ինչ-որ չափով դատական նիստ է։ Այստեղ լսված լինի, հիմա պատկերացրեք իրավիճակ, որ 5 փաստաբանով ներկայանում է ինչ-որ մեկը եւ թույլ չեն տալիս փաստաբաններին, որպեսզի խոսի։ Կամ իրենց խոսքը ասեն, կներեք ավարտեմ, այսինքն այս ամբողջը ի սկզբանե անելը, ես այսպես իմ կարծիքն եմ ասում, կամ հոգեբանական ճնշում, կամ չհաշվարկելով, որ մենք գալու ենք այդտեղ խելոք նստեինք եւ այլն եւ այլն։ Ես ընդամենը ոչ խելոքը սա էր։ Ես ընդամենը չէ, խելոք նախ եկեք իրավական այսպես բարերի խվարախաղի մեջ թույլ չտանք, որպեսզի իրավապահ մարմինները մտնեն, խելոք նկատի ունեմ, ուղղակի առանց այս խոսելու եւ մեր իրավունքները բարձրաձայնելու նստել են տեղ։ Ղազինական կեղծանանք Սամվել Կարապետյանը 21-ի ընտրություններից հետո, երբ մտել է կառավարության շենք եւ ձեռքը սեղմել է Փաշինյանի, շնորհավորել է նրան։ Դրանից հետո եւս հանդիպում է եղել։ Այս ընթացքում մինչև եկեղեցու վրա արշավը եւ դրա մասին, աջակցության մասին հայտարարությունը եղել են ակնարկներ, բարեկամաբար, գուցե կառավարության շենքում ուղի խոսք, կամ հասկացրել են ձեզ, որ խմբելու է հեծը կամ կան խնդիրներ, դուք պարտավոր եք դրանք լուծել։ Ես խոսքը ուղղում եմ բարույթից առանձին հասկացնելու Հարցը շատ ծավալուն է, կարճ փորձեմ պատասխանեմ, նիստից հետո հաճույքով պատասխանեմ բոլոր հարցերին։ 4 ամիս, մի քիչ անգամ ավել, ես ուղիղ խոսքով ասում եմ, անգամ ակնարկ չի եղել։ Ենթադրվում է, որ ճիշտ եմ։ Ինչի համար, եթե այդպիսի ակնարկ լիներ, ինչ որ մեկը կասեր, որ գիտեք ինչ, Ղազինյան Դավիթին, մյուսին, սեփականատերերին մենք գոնե ակնարկել ենք, չի եղել այդպիսի բան։ Կարապետյանի ձերբակալման օրերին հայկական ժամանակը տալիս էր այդպիսի ինֆորմացիա։ Այդ դուք ասեցիք, որ դա հետագայում եկեղեցու։ Դե այդ դեպքում պետք է լինի ապացույց, չէ՞ ուղղակի խոսելով չի, թող ասեն հունիսի 16-ին ձեզնից մեկին ասել ենք խելելու ենք, որի արդյունքում եղավ հունիսի 17-ի կամ 18-ի հայտարարությունը։ Սա ասացիք, որ ներդրումների առումով հետո քանի որ անհնար է լինելու ազգայնացնելը, մեր օրենսդրությունը թույլ չի տալիս, տեղական այսպես ներդրողները չեն արձագանքի, մնում են Թուրքիան եւ Ես իմ կարծիքն եմ հայտնել բարոյական առումով։ Ես ինֆորմացիա եմ ունեցել, որ հանձնաժողովի անդամները հոկտեմբերին եղել են ներկայացուցչական կազմ է եղել Թուրքիայում հոկտեմբերին։ Ոչ միայն, նաև աշխարհաքաղաքական։ Ում է ձեռք տալիս սա ունենալը։ Ոչ մի նորմալ ընկերություն, ներողություն եմ խնդրում, ոչ մի նորմալ ընկերության բարի համբավ ունեցող այդպիսի բարոյական կոդեքս էլ կա, չէ՞, որ ոչ մի արտասահմանյան այսպիսի գումարներ ունեցող, ակտիվներ ունեցող չի կարող, չի վճարի այդքան խլված ապրանքի համար, խնդիրը սա է։ Ստացվում է, որ կարող է ադրբեջանցիների կամ թուրքերի ձեռք։ Իսկ ինչու ոչ, իսկ ինչու ոչ։ Ոչ, բացարձակ։ Չկա ազգայնացում հասկացությունը, դա կրկնում եմ, իշխանությունների այսպես չքաղաքականացնենք, նիստերի դալիճում ենք, հետո պատասխանենք, եթե կարելի։